Պարոն Մինասյան, միջ քաղաքային խնդիրներին անդրադառնալը մի քանի հարցերի փորձենք հստակեցումներ այդ հարցերի հետ կապված։ Տպավորություն է, որ հատկապես շաբաթ օրը, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ Գյումրի, այս ընտրությունները քաղաքացիական պայմանագիրը փորձում է քաղաքական ենթատեքստով տանել առաջ եւ նախկիններ, ներկաներ այդ բանավեճը բերել Գյումրի։ Թալանացը հետ վերադարձնելու մասին խոսեց, առնետների նկուղներ հետ տանելու մասին խոսեց։ Արդյոք իշխանությունը չի փորձում այն սցենարը, որը նախորդ ընտրություններում եղել է համապետական ընտրություններում, տեղակայել կամ բերել Գյումրի եւ ընտրությունները այս համատեքստում անցկացնել։ Եվ արդյոք դա ճիշտ է։ Տեսեք, ընտրական process-ը ինքնին քաղաքականություն է։ Իրենից ենթադրում է քաղաքականություն։ Այդպես շատ շեշտ է տնել, որ քաղաքականացվում է իր բոլոր առումներով, ես չէի կարծում, բայց Թալան հետ բերել մնացած խոսույթները այդ արդեն իրավական գնահատականներ կլինեն կամ իրավական դաշտում է, այդ օրենքները ընդունված են, այդ process-ները ընթանում են հանգիստ, օրենքի շրջանակներում, կարծում եմ այստեղ ես մտնելու որևէ ցանկություն եւ իրավասություն չունեմ, իսկ մենք զբաղվում ենք քաղաքային տնտեսությամբ, ներկայային որպես Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար իմ լիազորությունների շրջանակում իրականացնում եմ օրենքով սահմանված պարտականություններս քաղաքացիների կյանքը ավելի հեշտացնելու, խնդիրները լուծելու առումով ընտրապայքարը իր գործնական օրինական փուլ մտնում է ամսի մարտի 15-ից հետո, դրանից հետո կլինի քարոզարշավ, այդ ժամանակ որոշ չափով կզբաղվենք նաև քաղաքականությամբ, այս պահին իմ համար գլխավորը Գյումրու խնդիրներն են, հիմնախնդիրները, մեր փողոցաշինություն, բնակարանաշինություն, աղբահանություն, այդ հարցերով ենք զբաղված։ Իսկ սկզբանե արդեն անհավասար պայմաններ չի ստեղծում տեխնացուների համար, որովհետև դուք լինելով պաշտոնակատար քաղաքային խնդիրներն եք փորձում լուծել եւ բնականաբար դրանով վաստակելու եք որոշակի այսպես քվեներ կամ նպատակը դա է, որ գյումրեցիների վստահությունը շահեք։ Այս առումով խտրական չի դարձել։ Գրեթե բոլոր տեխնացուները ունեն անցած ճանապարհ, ինքս նաև ունեմ անցած ճանապարհ այլ աշխատավայրերում, գյումրեցիները բոլորից ճանաչում են։ Հիմա եթե ես ստանձնել եմ, համաձայնվել եմ դառնալ Գյումրու ժամանակավոր պաշտոնակատար, ոչ մի բան չանեմ, ցույց չտամ իմ ունակությունները, կարող եմ թե չէ, նաև գյումրեցիները մեր ավանդույթ կա, գնում են աղջիկ ուզելու, հարսին ասում են մի բաժակ ջուր բեր, հələ նաև ոնց է քայլում, ջուրը ինչ չափի է, բաժակը լցնում։ Հիմա գյումրեցիները չտեսնեն, չգնահատեն, ես ինչ ունակությունների տեր մարդ եմ, ես կարող եմ քաղաք կառավարել, չեմ կարող կառավարել, ես կարող եմ անձնակազմի ղեկավարել, թե չղեկավարել, այսինքն ավելի լավ գյումրեցին ընտրելու հնարավորություն կունենա, գյումրեցին համեմատելու հնարավորություն կունենա, կարծում եմ դա շատ ավելի լավ է եւ բխում է հենց մեր գյումրեցիների շահերից։ Հիմա այդ մասը մարդիկ կարող է քաղաքական շահարկումներ տան, առավելություններ, չգիտեմ ինչ է, նույն կերպ կարող եմ ասեմ այն մարդը, որ նախկինում եղել է քաղաքապետ, թող ինքը չմասնակցի կամ չհայտարարի, որ եղել է, դա ճիշտ է, կամ այն մարդը, ով ավելի շատ ազգային ժողովի պատգամավոր է եղել, ինչի է մասնակցում, այդ մասը թող հանեն, անլուրջ հարց է, ներողություն եմ խնդրում, բայց եթե ես եկել եմ աշխատելու, պետք է աշխատեմ, եթե դուք լրագրող եք, ձեզ հրավիրում են աշխատանքի, ինչ որ փորձաշրջան եք անցնում, ձեր ղեկավարը գնահատում է ձեր աշխատանքը, չէ, հասկանում է ինչքան պարտականություններ տնի ձեր վրա, որը կկարողանաք ինչ ոլորտ կընտրեք, չէ, լրատվության, նույն կերպ հիմա գյումրեցին պետք է ընտրի իր ապագա 5 տարիների համար քաղաքապետ, ով զբաղվելու է Գյումրու հարցերով, իր փողոցի մաքրությամբ։ Ամբողջ խնդիրն այն է, որ դա չսահմանափակվի միայն նախընտրական շրջանով, պարոն Մինասյան, դա լինի նաև ընտրություններից հետո։ Տեսեք, գյումրեցիները
բավական լայն շերտ ինձ ճանաչում են, այնպիսի ոլորտներում եմ աշխատել, որ ամենօրյա ռեժիմով շփվել եմ մեր քաղաքացիների հետ, օրական, որ ասեմ, կարող է մի քիչ բան չլինի, օրական մինիմումը 80 քաղաքացու հետ շփվել եմ 4 տարի ու կես հենց այստեղ Գյումրու համայնքապետարանում, որպես բյուջե եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ եմ աշխատել, շփվել եմ այդ բաժինը գրեթե բոլոր շերտերի հետ շփվում եմ, մեքենա ունեցողների, աղբի վարձ վճարողների եւ այլն, բոլորի հետ շփվել եմ, բոլորին ճանաչում եմ որպես մարդ, բոլորին ճանաչում եմ որպես այդ բաժնի ղեկավար եւ գիտեն ես ինչպես եմ աշխատել, այսինքն ես մեր թաղից ծայրամասը մեր թաղը այնտեղից քայլում եմ ոտքով, պաշճագատ, մինչև անի թաղամաս քաղաքի մյուս ծայրը եւ որևէ մեկից ամաչելու, աչքերի մեջ նայելու հնարավորությունը բաց թողնելու կամ խուսափելու առիթ չունեմ։ Նաեւ աշխատել եմ միասնական սոցիալական ծառայությունում, ինչպես գիտեք, Գյումրին ցավոք սրտի դեռ Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ քաղաքն է, իր նպաստառուների քանակով շուրջ 6000 ընտանիք ունենք նպաստառու, շփվել եմ այդ 6000 ընտանիքների բոլորի հետ։ Վերացել է այն բանը, երբ որ նպաստառու ընտանիքը, ով որ կարիքավոր աղքատ ընտանիք էր, բոլորը գիտեն, թաքցնելու բան չի։ Իրենց մեկ տարվա ստացվող նպաստից 2 ամսվանը վճարում էին նախկինում, որ հասանելիք մնացածը ստանան, եթե չվճարեն չեն ստանա, բոլոր գյումրեցիները գիտեն, բոլոր գյումրեցիները, դա վերացել է, չկա այդպիսի բան, 99% վստահ եմ։ Երբ որ դուք ստանձնեցիք պաշտոնակատարի այդ պաշտոնը եւ նաեւ քաղաքացիական պայմանագիր անդամ դարձաք, դրանից հետո խոսակցություն եղավ եւ ուզում եմ դուք ասեք համամիտ եք այդ բնդումների հետ, որ ձեր վարկանիշը ավելի բարձր է, քան իշխող կուսակցության եւ դուք այդ քայլով մեկ աստիճան իջեցրեցիք վստահությունը, որ ձեր հանդեպ կլինի։ Տեսեք, գյումրեցիների համար կարևորը իրենց քաղաքապետն է, սա մեկ։ Երկրորդը, որևէ կուսակցություն Հայաստանի Հանրապետությունում, բացենք ցանկացած կուսակցության ծրագրերը, քաղաքապարախոսությունը, որևէ կուսակցության մեջ, որևէ հակապետական, հակազգային, որևիցե տող չեք գտնի։ Կուսակցությունները քաղաքականությամբ զբաղվելու համար են, մարդիկ կան գոհեն կուսակցություններից, մարդիկ կան դժգոհ են։ Հիմնականում միշտ իշխանությունից չէ, պահանջը ավելի շատ է մեր քաղաքացիների, կարող է լինել նաև դժգոհություններ, որովհետև ես ինքս նաև լինելով համայնքի ղեկավարի պաշտոնակատար չեմ կարող բոլոր քաղաքացիների, բոլոր ցանկությունները իրականացնեմ շատ սեղմ ժամկետներում։ Հիմա ես ինչի եմ այս քայլին գնացել, ընդունել այդ ամեն ինչը եւ որևիցե կերպ կաշկանդված չեմ, որևիցե կերպ չեմ զղջում դրա համար, որ կարողանամ մեր քաղաքի հարցերը լուծել, մեր գյումրեցիների խնդիրները բարձրաձայնել, իմ կուսակից ընկերների կառավարության միջոցով կարողանանք գյումրեցիների բոլոր խնդիրներին հերթականությամբ լուծումներ տալ, հանել այս իրավիճակից, մեր համար բոլորի համար ամոթ է, որ Գյումրու նման քաղաքը սպորտի, մշակույթի, այսպիսի մեծ անուններ տված քաղաքը Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ քաղաքն է։ Դա իմ համար, ես համարում եմ պարտականություն, որ ամեն ինչ անելու եմ մեր քաղաքը ոտքի կանգնեցնելու եւ Հայաստանի Հանրապետության ամենազարգացող, ամենաներդրումային լավ միջավայր ունեցող քաղաքն ենք դարձնելու։ Գյումրի լինելու է համերաշխության, միասնականության, լինելու է անվտանգային առումով, այսինքն ներդրողը որևիցե կերպ չպիտի կաշկանդված լինի կամ ինչ-որ կասկածներ ունենա, որ իր ներդրումը կարող է իրանից խլեն, իր ներդրած գումարները ունեցած գույքերը կարող է որևիցե մի պահի իրենց արժեզրկվեն, ընդհակառակը օրորի Գյումրիում ամեն ինչ գնալու է դեպի դրականը, ես վստահեցնում եմ գյումրեցին համոզվելու է, ես իմ աշխատանքով, կյանքի փորձով, իմ ղեկավարած ոլորտներով եմ ապացուցել դա։
Եվս երկու դիտարկում ներկայացնեմ, որ այս ընթացքում ձեր անվան շուրջ պտտվում էր եւ ընդդիմադիր դաշտում քննադատության ոչ միայն ընդդիմադիր դաշտում, նաեւ համացանցում ակտիվ քննարկվում էր։ Նախ 2021 թվականին ձեր գրառումը ինչու եք խմբագրել եւ երկրորդը շարունակում եք մնալ այդ նման կարծիք եք հայտնել լրագրողներից մեկի հետ զրույցում, որ Արցախում մենք չենք կռվել։ Այս երկու տեսեք, նախ խնդրում եմ դուք որպես լրագրող նաև ձեզանից շատ կախված է մեր հասարակության համերաշխությունը, մեկս մյուսիս հանդեպ հարգանքը, մեկս մյուսիս հանդեպ ներողամտությունը վերնագրեր գրել պետք չի։ Ես ուղղակի խնդրում նաև հորդորում եմ վերնագրեր պետք չի գրել, որովհետև հաճախ մեր քաղաքացիները համացանցից օգտվող ուղղակի վերնագիր են կարդում եւ չեն նյութը մինչեւ վերջ ուսումնասիրում տվյալ անձը ինչ է հայտարարել, ինչ է ասել, ինչ է նկատի ունեցել, երբ որ վերնագրեր են գրում եւ կոնտեքստից կտրված բառեր են տնում վերնագրի մեջ, դառնում է այլ բան։ Պետք է հստակ մեր լրագրողները, կայքի խմբագրերը գիտակցեն, իրենց վերնագրերից կարող է կախված լինել մարդկանց կյանքեր։ Մեկը կարող է մի հատ վատ արտահայտություն անել եւ իմ հարազատը տեսնելով գնա ու ինչ որ վատ վերջաբանով բաներ ստացվի։ Չի կարելի, ես խնդրում եմ ձեզ բոլորին հորդորում եմ, նաեւ լրագրողական բոլորին, այդ կոլեկտիվին, այդպես ասեմ, չի կարելի։ Սա մեր բոլորիս, մեր երկրի, մեր ազգի շահերից բոլորս պետք է մեզ դրսևորենք մեր նաև մասնագիտական պարտականությունները կատարելուց։ Որևէ գրառում ես չեմ խմբագրել, նույնիսկ մոտ մարդ այդպիսի կարծիք էր հայտնել, սկրինշոտ ուղարկեց, ինքը համոզվեց, եթե խմբագրում եղել է 5 տարի առաջ, այսինքն մտնել նայել 5 տարի առաջ ինչ եմ գրել, 5 տարի առաջ ինչ եմ փոխել, այս մանկապարտեզ չի էլի։ Այո, եթե մենք չլինենք մեկս մեկիս հանդեպ հանդուրժող, չմտածենք ընդհանուր մեր պետության, պետականության շահերի չխոսենք, կարող է նաև Աստված չարասցե լինեն շատ վատ հետևանքներ։ Չի բացառվում մեր հարևան երկրներում պատմական հազարավոր տարիների պատմություն ունեցող երկրում տեսնում եք ինչ է կատարվում։ Բոլորս պետք է նաև լինենք այնտեղում, որ կանխենք նման բաներին։ Վատ բան եմ ասել եմ, համախմբում է պետք մեզ միասնականություն է պետք, հիմա էլ եմ ասում։ Եթե դրա մեջ վատ բան կա, թող որևիցե մեկը ինձ դադի տա ասի, ես ինչ ես ասել, բան։ Համախմբման կոչ եմ արել, միասնականության կոչ եմ արել, մեկս մյուսից զիջելու, ներելու կոչ եմ արել, մեր պետության ու պետականության կողքին կանգնելու կոչ եմ արել։ Եթե դա վատ է, ուրեմն ինչ ասեմ, ուրեմն այդպես մտածող մարդն է վատը։ Հիմա Գյումրու խնդիրների մասին, տեսեք, քաղաքացիների շրջանում, երբ որ հարցումներ են կանում եւ խոսում ենք նրանց հետ, առաջնային հարցը ճանապարհներն են, պարոն Մինասյան, 58 թաղամասի խնդիրներն են այդ ճանապարհների հետ կապված, թափառող շների հարցը, երևի դուք կգումարեք այլ խնդիրներ, մենք ամեն դեպքում այդքանի մասին տեսրեցինք, այս խնդիրների հետ կապված ունեք հստակ մարտավարություն, ռազմավարություն, մշակված ծրագրեր, ինչ եք անել։ Տեսեք, առաջին օրվանից, երբ որ ստանձնեցի ես պաշտոնը, ոսորս իմ Facebook-յան էջը շատ ակտիվացավ, նաև քանի որ ինքը պաշտոնական էջը WhatsApp հավելվածը կպցրած է համատեղ է, սկսեցին WhatsApp-ին նաև գրել քաղաքացիները ու ես սկսեցի մոնիտորինգ անել ձեր նշած խնդիրները, առաջնային շների խնդիր, փողոցաշինություն, անօտևանություն, դուք չնշեցիք, բայց դա էլ նաև այս պահին 2400 տնակ կա, 37 տարի անցել երկրաշարժից, 37 տարի անցել 2400 տնակ կա, այդ տնակների վիճակը շատ անմխիթար վիճակ է, մարդիկ ահավոր պայմաններում են ապրում, շների հարցը, շների հարցով դիմեցի Երևանի կենտանիների պաշտպանման հողակին, խնդրեցինք, արդեն 10 օրից ավել Գյումրիում են, ժամանակավոր լաբորատորիա միջավայր ենք ստեղծել, կլինիկա, ներողություն, կլինիկա ենք ստեղծել, շներին հավաքում են, այնտեղ ստերջացնում են, կատարվում են պատվաստումներ,
բոլոր պրոցեսները պահպանվում են օրենքի կետերին համաձայն, 2 օր առաջ հաշվետվություն էին ներկայացրել, որքան շուն է քաղաքից տարվել, որքան է վերադարձվել, ինչպիսի միջամտությունների են ենթարկվել, այսինքն զբաղվում ենք այդ հարցով։ Ներկայում մենք մասնակցային բյուջետավորման այդ ծրագրի շրջանակներում ներկայացվել է ծրագիր, գումարը բարձրացվել է մինչև 90 միլիոն դրամ, նախատեսում ենք, որ մեր քաղաքացիներին նաև խնդրում են, որպեսզի լինեն շատ ակտիվ, քվեարկեն այդ ծրագրի օգտին, ունենալու ենք կացարան, թափառող կենդանիների համար նախատեսված եւ ժամանակակից ամբողջովին հագեցված կլինիկա։ Այդ հարցը շատ արագ մոտակա ամիսներին լուծելու ենք, վստահ եմ։ Փողոցաշինության առումով, տեսեք, Գյումրիում կա մոտ 360 փողոց եւ նրբանցք։ Ընդամենը ասֆալտապատ է դրանից մոտ 170-ի կարգի ասֆալտապատ է, այսինքն 50%-ից պակաս է։ Մնացածը հողային է։ Ես ցավով եմ ասում։ Մեր քաղաքացիները գրում են, խնդրում ենք մեր փողոցը խճապատեք, ես ինձ որպես համայնքի ղեկավար, ես վատ եմ զգում, երբեմն իրոք անկեղծ եմ ասում, ես շատ վատ եմ զգում, որ այսպիսի քաղաք ունենք։ Մարդկանց պահանջը չեն ասում, մեզ աշխատանք տվեք, այս ծառը լավ չի աճել, ուղղեք, այս ծաղիկները լավ չեն եղել, խնդրենք այստեղ ծաղիկներ լինի, մեր երեխաների համար սա արեք, մանկապարտեզը վերակառուցեք։ Մարդիկ ասում են, շիբին ղերգեք, երեխեքը ցեխոտ դպրոց չեր տան։ 21-րդ դարում պատկերացնում եք, արդեն մոտ 60 փողոց խճապատել ենք։ Այդ երեխեքին գոնե ժամանակավոր հնարավորություն ենք տվել, որ 3 զույգ կոշիկներով չքնան, այսինքն մեկ զույգ հագնում են, որ այդ ջրափոսերը հաղթահարեն, երկրորդ զույգը հաղթում են, որ ցեխերի մեջից անցնեն։ Ես ինչ որ ասում եմ փաստերով, ամբողջ նյութերը հավաքելու եմ մի օր ցույց են տալու։ Երրորդ զույգը, որ հագնեն, մտնեն դպրոց։ Սա է եղել նախկինում պահած քաղաքը, որի համար ես ափսոսում եմ։ Նաև ես իմ մեղքից բաժինը ունեմ, որ շատ ակտիվ չեմ եղել եւ հենց այս իմ որոշումը մասնակցելու համայնքի որպես ղեկավար առաջադրվելու եւ այլ եղել հիմնավորել եմ եկել եմ այն համոզմունքին, որ պետք է անտարբեր չլինեմ։ Ես 3 երեխաներ ունեմ, փոքրս 2-4 տարեկան է, երեխեքի համար, մեր երեխաների համար ստեղծելու ենք ամենալավ քաղաքը, ամենահարմար պայմանները, մեր պալիկները շատ դերևություն, բայց Երևանի երեխաներից ոչինչով չեն տարբերվում, որ ունեն խաղահրապարակներ, կանաչ տարածքներ, գեղեցիկ պուրակներ, ինչ են տեսնում մեր երեխաները, ցեղ, թոզ, եկեք ես ցես հրավիրեմ, գնանք մեր մանկապարտեզների վիճակը տեսեք, ասենք 70-ական թվականների սանհանգույցները 70-ական թվականների զուգարանակոնք է դրված։ Հիմա անենք, փոխենք, զբաղվենք մեր երեխեքի հարցերով, թե ասենք ոչ մի բան չանենք, կողքից կասեն բան է, դեմ ընտրություն է, ոչ, ընտրությունից առաջ ենք անում, հետո էլ եմ անելու։ Դուք վստահ եք, որ հաղթահարելու եք եւ հենց դուք եք լինելու։ Այո, իհարկե։ Ես ամեն օր շփվում եմ քաղաքացիների հետ։ Ամեն օր։ Մեծամասնությունը դուք եք լինելու եւ դառնալու եք քաղաքապետ, այդ վստահությունը կա։ Տեսեք, ես ներկուստ այդ վստահությունը ունեմ, որ ինձ ներշիճել է հենց Գյումրեցին։ Բնականաբար որոշողը Գյումրեցին է։ Հենց դա ասեցի։ Գյումրեցին ունի հստակ ընտրելու այլընտրանքներ կան, կամ ես մնացած տեխնացուները։ Պետք է որոշի ում է վստահելու իր երեխայի հետագա 5 տարիների կյանքը։ Ունենալու ենք բարեկարգ վերանորոգված մանկապարտեզ, թե չենք ունենալու ենք բարեկարգված փողոցներ, թե չենք ունենալու։ Տեսեք, այս քաղաքական process-ները, որ եղել են մատատերը, վայրենտերը, դրա պատճառով դուժել են գյումրեցիները։ Հիմա բազմաթիվ ծրագրեր արդեն 2 տարի հետ են ընկնում։
Մարդիկ ասում են, չէ, հայտարարել են, բան, մեր փողոցը պետք է ասֆալտապատվեր, ասում այո, հայտարարել են, բայց այդ process-ները, իրավական process-ները չեն անցել։ Հիմա մինչև մենք նոր ընտրություններ լինի, մինչև հաստատվի փողոցների ցանկը, մինչև մենք հայտարարենք մրցույթներ, մինչև լինի նախագծման հաղթողը, մինչև լինի հաղթող շինարարական ընկերությունը, 1 տարի կորցրեցինք, այսինքն Գյումրեցին այս process-ների արդյունքում մոտ 2 տարի հետ է ընկել։ 2 տարի։ Սա նաև կարծում եմ պետք է հստակ գնահատական ստանա եւ քաղաքական եւ իրավական, ոչ ոք բարոյական իրավունք չունի Գյումրեցուն խապի բերի ընտրության մարդիկ իրենց վստահության քվեն տան եւ հետո թողնեն այսպես անձնական բաներից դուրս գալով խռով էլ տալով չէ, վերջը ոնց որ ընտանիքի դանդամների հետ տարաձայնություն ունենաս, խռով է տաս երեխեքից սոված թողնես, դա ինչ տղամարդկություն է։ Կանոջդ հետ վիճես, խռով ես տնից դուրս գնաս մի քանի օր, երեխեքն է տունը մնան սոված։ Եթե այլ սցենար լինի, կոալիցիաներ բացառում եք, կոալիցիոն կառավարություն իշխանություն ստեղծել։ Ընտրությունների արդյունքներից առաջ ոչ մի բան ես զգուշագություններով չեմ զբաղվում։ Ընտրությունների օրը Գյումրեցին իր քվեն վստահ տալու է։ Մարդիկ տեխնացիաներ, որոնց հետ կբացառեք ընդհանրապես, կան մարդիկ, որոնց հետ Ճիշտ ասած, անկեղծ եմ ասում, չեմ մտածել ընդհանրապես այդ մասին։ Մենք թիմ ունենք, ավագանու կազմ ունենք, եթե այդպիսի կարիք լինի, քննարկենք, կհայտարարենք։ Այս բանը ընդհանրապես չեմ մտածել այդ մասը։ Կենտրոնացած եք միայն աշխատանքներով։ Այդ տվյալ երիտասարդը, որ հարցազրույցը վերցրել կիսատ բան նկարած գծել էր, հետո վերնագրեր տարածեցին բան, այդ ժամանակ ասեցի, որ ասեց քաղաքացիական պայմանագիր եք մտի, սիմիակ ձեռքերումս 7 կիլո նիարել եմ, ամեն օր առավոտ 7-ից արթնանում եմ, քաղաքացիներին պատասխանում եմ Messenger-ի, WhatsApp-ի, մնացած SMS-ներին, գալիս եմ աշխատանքի քաղաքացիների հետ հանդիպում, հետո թաղային, պագային հանդիպումներ, համայնքապետարանի փաստաթղթաշրջանառություն, 480 Հացուտելու ժամանակ չեք ունենում։ Չէ, անկեղծ, 480 քաղաքաշինական դիմումների ենք պատասխանել այս ընթացքում, 480, մնացած աշխատանքը չեմ ասում։ Գյումրեցիները տեսնում են, իրենց գնահատականը կտան։ Կուզենան իրենց կյանքը փոխվի։ Ես եկել եմ իրենց կյանքը փոխելու, կփոխեմ, վստահ եմ ասում։ Չեն ուզենա Աստված բոլորիս օգնական։ Ինչքանով կկարողանամ, այդքանով կօգնեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ, եթե ինչ-որ բան եք ավելացնելու, խնդրեմ։ Ես եմ շնորհակալ, կրկին անգամ հորդորում եմ սուտ տեղեկատվություն չտարածել, վատ վերնագրեր չտնել, որովհետև այդ վերնագրերից հնարավոր է մարդկային կյանքեր, մարդկային ճակատագրեր կախված լինեն։ Անկեղծ եմ ասում, չի կարելի։ Մենք պետք է իրար սիրելով, հարգելով, իրար զիջելով, ներելով կարողանանք այս իրավիճակից, այս արտաքին քաղաքական իրավիճակից մեր շրջապատված երկրների պաշտպանվելու եւ այլ առումով մենք պետք է միասնական համախմբված լինենք, մենք այլ ճանապարհ չունենք, այդ վերնագրեր գրել պետք չի։ Գյումրեցիների բացարձակ նշանակություն չունեց այդ վերնագրերը, կարող է Երևանում, ով ինձ չի ճանաչում, իր մեջ բան փոխի։ Գյումրեցիները գիտեն, որտեղ եմ եղել, ինչ եմ արել, ինչքանով են ներգրավված, ինչքան ընկերներ ունեմ եւ այլ եւ այլն։ Հիմա առիթ կլինի այդ ժամանակ ամեն ինչ մանրամասն կներկայացնենք։